Հայաստանում ինձ քլնգում ու վատաբանում են նրա համար, որ ես նայում եմ դորամաներ, K-pop եմ լսում եւ թարգմանում եմ դորամաներ։ Այո, ես ուզում եի այս մասին խոսել, բայց միշտ մտածում եի, որ միևնույն է չեն հասկանալու, բայց հուսով եմ կգտնվեն մարդիկ, ովքեր որ ինձ կաջակցեն։ Ես չեմ հասկանում շատ անգամներ, ինչու մեկնաբանություններում, երբ ինչ որ կարծիք ես հայտնում, իրենք գալիս են եւ կպնում են քո դորամաներին եւ K-pop-ին գրում են IBTS-ի ֆան, տարբեր տարատեսակ վիրավորանքներ են հասցնում նրա համար, որ մենք նայում ենք դորամաներ, K-pop ենք լսում եւ սիրում ենք BTS-ին։ Ժողովուրդ ուզում եմ հասկանամ ինչի է այս երկրում Հայաստանում դա թերություն, երբ մեկ ուրիշ տեղ դա առավելություն է։ Մարդիկ հպարտ են, որ իրենք BTS արմի են։ Մարդիկ հպարտ են, որ դորամաներ են նայում, որովհետև դորամաներում դուք կգտնեք լիքը հետաքրքիր ինֆորմացիա, ուսուցողական են եւ շատ լավ բաներ են մեզ տալիս դորամաները։ Իսկ K-pop երգերի մասին չեմ խոսում, որովհետև եթե բառերը թարգմանեք կհասկանաք, որ այդպիսի երգեր քիչ կգտնեք աշխարհում։ Այն ձեր խուժանական, այն ձեր рэպերը, չգիտեմ, այն ռուսական պապսաները, որ լսում եք, ընդհանրապես, չգիտեմ, K-pop-ը ծալած ունի այդ երգերին, կներեք իհարկե, եթե մի քիչ կոպիտ եմ արտահայտվում, բայց դուք էլ եք բավականին կոպիտ խոսում այդ մասին միշտ։ Ուզում եմ հիմա հասկանամ, ինչի է համարվում թերություն, երբ դու սիրում ես տվյալ երկրի մշակույթը, արվեստը։ Ինչի օրինակ չեն քլնգում թուրքական նայողներին, ինչի չեն քլնգում հնդկական նայողներին, բայց ինչու են ամեն տեղ քլնգում K-pop լսողներին ու K-դրամա նայողներին։ Եթե սրա պատասխանը կա, խնդրում եմ տվեք ինձ, բայց adekvat, առանց վիրավորանքների, թե չէ բոլորիդ կբլոկեմ։